Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կամ վարժական հավաքի կանչվող անձինք այսուհետ կհամարվեն պաշտոնապես ծանուցված, երբ քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում Ազդարարեյեմում։ Նախկին կարգավորմամբ քաղաքացին համարվում էր ծանուցված, եթե ծանուցագիրը ստանալու մասին առկա էր ստորագրությամբ հաստատված ստացական։ Քանի որ ծանուցումների հետ կապված Պաշտպանության նախարարությունը խնդիր ուներ ու շատ դեպքերում քաղաքացիներից էր լսում, որ ծանուցումը չի հասել, հայփոստից չեն տեղեկացել կամ տանը չեն եղել եւ խնդիրներ կային, այդ իսկ պատճառով որոշ ուսումնասիրություններ իրականացրեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ պետք է ծանուցումների համակարգը փոխել եւ այն դարձնել ավելի արդյունավետ։ Նոր օրենքը սահմանում է նաև հերթականություն։ Նախ ծանուցումը ուղարկվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստին։ Ընդ որում, եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես այդ եղանակով, ապա 5 օր անց վերջինս համարվում է պաշտոնապես ծանուցված, անկախ նրանից առկա է էլեկտրոնային հավաստում, թե ոչ։ Բոլոր չափահաս քաղաքացիները ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստ եւ պաշտոնական էլեկտրոնային փոստում զինապարտ քաղաքացին իր վերաբերյալ ծանուցումը ստանալու համար պետք է մուտք գործի ազդարար.get համակարգ խիստ նույնականացման միջոցով, այս պայդրությամբ խիստ նույնականացումը նշանակում է, որ պետք է ունենա ID card կամ MID էլեկտրոնային ստորագրություն։ Իսկ եթե զինապարտ քաղաքացին պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով չի ծանոթացել ծանուցմանը, ապա զորակոչի կամ վարժական հավաքի կանչվելու մասին ծանուցվում է թղթային առաքման միջոցով։ Կարևոր է իմանալ, որ օրենքի պահանջով քաղաքացիները հաշվառման վայրը փոխելու դեպքում պարտավոր են հաշվառվել իրենց բնակության հասցեում։ Ծանուցման վերջին եղանակը հրապարակային ծանուցումն է։ Քաղվածքը Ազդարարեյեմում տեղադրվելուց հետո զորակոչի կամ վարժական հավաքի ենթակա քաղաքացին 10 օր անց համարվում է պաշտոնապես ծանուցված։ Անհատական պաշտոնական փոստի միջոցով, քանի որ ինքը նորույթ է եւ մենք որպես այդպեսին առաջի անգամ ենք կիրառում, նաեւ հնարավորություն կա, որ իրենք եթե մուտք գործեն իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստը, այնտեղ հնարավորություն ունեն մուտքագրեն իրենց հեռախոսի համարը կամ իրենց անձնական էլեկտրոնային փոստը, որտեղ որ այդ ծանուցումները ինքնաշխատ ձևով կտեղափոխվեն իրենց անձնական էլեկտրոնային փոստը։ Համակարգից օգտվելը հեշտ է, բավարար է մուտք գործել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայք Ազդարարեյեմ ու ծանուցման քաղվածքը փնտրել պետական լիազոր մարմնի կողմից ծանուցումների բաժնում։ Այսպիսով քաղաքացու պատշաճ ծանուցված լինելը դե յուրե դարձել է անխուսափելի։ Պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորում է ծանուցում ստանալու դեպքում ներկայանալ զինվորական հաշվառման մարմին։ Չներկայանալու դեպքում օրենքը նախատեսում է նաև պատասխանատվության միջոցներ։ Եթե չեն ներկայանում քաղաքացիները, օրենքով ենթարկվելու են պատասխանատվության, այս պայդրությամբ օրենսդրական փոփոխություն կա, որոշ կարգավորումներ է տեղի ունենում, կարծում եմ մոտակա ժամանակը ազգային ժողովում կլինի մեր օրինագիծը, որտեղ ընդհանուր հարցերին պատասխան կտրվի եւ մենք կշարժվենք առաջ։ Իդեպ, անձին բոլոր հնարավոր միջոցներով ծանուցման գործընթացը ենթադրում է ընդամենը 30 օր։ Այս ու նմանօրինակ այլ փոփոխությունները բնակային բարեփոխումների մաս են կազմում։ Տաթևիկ Աբրահամյան, Արամ Սիմոնյան, Զինուշ։